cybersecurity, and data protection. An Innovation Expo will showcase groundbreaking solutions, fueling collaboration and investment. Հրավիրում եմ Newcom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանին։ Ռալֆ Երիկյանին ներկայացնելու կարծում եմ չկա, պարոն Երիկյան մեծագույն ներդրում է ունեցել Հայաստան հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գործում։ Եվ որ մենք խոսում ենք տեղեկատվության անվտանգության մասին, մենք խոսում ենք 27001 միջազգային ստանդարտի մասին, որը բարդավորեցնում է ունենալ համապատասխան գործիքակազմ ներդրված կազմակերպության ներսից, որը ստիպում է կազմակերպության պաշտպանել համապատասխան տվյալները։ Այսօր դա օրենքի պահանջ է, նորմատիվ ակտ է, որը պահանջում է մեր ոլորտում գործող կազմակերպություններին կամ օպերատորներին այս միջազգային ստանդարտը ունենան, կիրառեն։ Առաջին տարին չէ, որ Newcom-ը մասնակցում է կամ կանգնած է այսպիսի նախաձեռնության կողքը եւ վերջին տարին չի լինելու։ Մենք ուզեցինք մեր փորձը կիսել։ Միգուցե այդ փորձից կօգտվեն մարդիկ եւ կստեղծվեն հետաքրքիր համագործակցության եզրեր։ Պարոն Երիկյան, Silicon Mountains Lorry 2025-ի շրջանակներում դուք մասնակցել եք կիբերանվտանգության եւ տվյալների պաշտպանությանը նվիրված պանելային քննարկմանը։ Կուզենայի իմանալ, որներ են հիմնական մեսիջը, որը դուք ցանկանում եք փոխանցել։ Դե ինքը մի քանի պատկամ կա այստեղ, մեսեջ չասելու համար, պատկամ ասենք։ Առաջինը ամեն ինչ Երևանում կենտրոնացած չպետք է լինի, պետք է մարզերում ալ միջոցառումներ կազմակերպվի, որտեղ Հայաստանը միայն Երևանը չի, Հայաստանը Երևան, առավել դասամարզերն է ներառած։ Անցյալ տարի տեղի ունեցավ նմանատիպ միջոցառում Շիրակի մարզում Գյումրիում, այս տարի Լորի մարզում Տեպետում եւ հաջորդ տարի եւս տեղի ունենալու է ուրիշ մարզում։ Իսկ կարևոր երկրորդ պատկամը այն է, որ նմանատիպ միջոցառումներ խրախուսում են քննարկում դե ունենա արդիական գաղափարների շուրջ, որը առօրյա կյանքում մտահոգում է մարդկանց, մտահոգում է բաժանորդների, մտահոգում են հաճախորդների, մտահոգում են քաղաքացիներին, այսպես ասած, որը խնդիրներ են առաջացնում չտեղացված լինելու պատճառով կամ համապատասխան գիտակցության մակարդակի պակաս ունենալու պատճառով եւ խնդիրների կամ փաստերի առաջ կանգնելու պատճառով թեմաները զարգանում են կամ զարգացնում են քննարկումների շրջանակներում, որ այս գիտակցության մակարդակը բարձրանա։ Դրանք են այս միջոցառման երկու կարևոր պատկամները, որը շոշափվել են այս միջոցառման շրջանակում։ Այսօրվա տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ կիբերանվտանգության հետ կապված հարցերը գնալով ել ավելի բարդ են դառնում։ Ինձ հետաքրքիր է դուք կոնկրետ ինչ մարտահրավերներ եք տեսնում այսօրվա Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի հետ կապված։ Տեխնոլոգիան ինչքան զարգանում է, ինչքան կիբերանվտանգության հնարավորություններն ալ զարգանում են, որովհետև հակերներն այլ միջոցներ են կիրառում, որ կարողանան իրենք մուտք ունենան մարդու տվյալներին։ Ինչ է կիբերանվտանգությունը։ Ինքը պետք է մուտք կամ ճանապարհ ունենա դեպի անձնական տվյալներ։ Անձնական տվյալները ինչն են։ Մարդու բանկային հաշիվները, մարդու գաղտնաբարերը, մարդու ծածկագրերը, այնպիսի գաղտնի տվյալներ կամ այնպիսի տվյալների, որի միջոցով հակերը կկարողանա օգտագործի շորտելու գումարներ կամ տիրապետելու ինչ-որ մի տեղեկության, որի միջոցով ինքը կարողանա գումար աշխատի, այլ կերպ ասած։ Եվ հետևաբար մարդ պաշտպանված չլինելու պատճառով ինքը կարողանա շատ հեշտությամբ ճանապարհ բացի հակերին։ Շատ կարևոր է մարդ ինչ-որ որոշ առումով ճակերտավորված համապատասխան կրթություն ունենա կամ համապատասխան գիտակցություն ունենա, որ ինքը փակե ճանապարհը այդ հակերների առջև։ Եվ այստեղ է, որ մենք ասում ենք գիտակցության մակարդակը պետք է նվազագույն այդ բարձր որոշ մակարդակի վրա լինի։ Եվ այստեղ է, որ աշխատանք պետք է տարվի, եւ այստեղ է, որ
համապատասխան կառուցարշավը պետք է տարվի, որոշ ընկերություններ իրենք ներսում դա կատարում են, ուսուցման դասընթացներ են տալիս, տրեյնինգներ, այսինքն միշտ խոսում են դրա մասին, միշտ բացատրում են, միշտ ուղղորդում են, միշտ հատուկ կազմակերպում են արհեստական, այսպես ասած, հակերական ինչ-որ գրող, որ աշխատակիցները հասկանան, թե ինչի զոհ են գնացել, որ դրանից սովորեն, եւ դա ընդհանուր առմամբ հասարակությունում նմանատիպ դասընթացներ պետք է կազմակերպվի, կան տարբեր տեսակի մոտեցումներ, թե ինչպես կարող ենք սովորացնել, որ այդ գիտակցության մակարդակը բարձրանա, որովհետև շատերը դեռ չգիտեն, շատերը առանց հասկանալու, առանց կարդալու, առանց իմանալու սեղմում են կոճակներ, լինի հեռախոսի վրա, լինի համակարգիչի վրա, լինի կարճ հաղորդակցության ստանալու հղումի վրա սեղմում են, լինի ինչ-որ էլեկտրոնային նամակ են ստանում, առանց կարտալու սեղմում են ինչ-որ հղումի վրա, դրանք բոլորը վտանգավոր ինչ-որ ճանապարհներ են բացում այդ հակերներին, որ արդեն մտնան ու դրանով դիրապետեն ինչ-որ անձնական տվյալների։ Ձեր կարծիքով տվյալների պաշտպանության ոլորտում պատասխանատվության մոտավորապես որ տոկոսն է հենց մարդկանց վրա եւ ոչ թե ընկերությունների, որոնք նրանց սպասարկում են։ Արդյոք 50-50-ը թե ոնց է կարծում։ Ինքը ինչ-որ առումով 50-50 է, ինչ-որ առումով կարող եմ ասել, վերջին օգտագործողը ինքը պետք է վերցնե իր վրա 100%-ով։ Օրինակ, վերցնեմ իմ օրինակով։ Ճիշտ է, օրինակ ես ունեմ բանկում հաշիվ։ Ճիշտ է, բանկը ուղարկում է, զգուշացնում է։ Միշտ բարբերաբար նամակներ է ուղարկում, ասում է զգուշացրեք, ուշադիր, էս արեք, այն արեք, բայց եւ որ ես անդեսում եմ, կամ նամակները ճնճում եմ, կամ չեմ կարդում, ուրեմն արդեն պատասխանատվությունը լրիվ իմ վրա է։ Ու եւ որ ես ինչ որ անհասկանալի դեղից նամակ եմ ստանում, ու չեմ ճնճում, բայց ու կարդում եմ կամ ավելի սեղմում եմ ինչ որ այնտեղ հղում ատված լինում ու դառնում եմ ինչ որ այդ հղումի զոհը։ Դա պատասխանատվությունը իմ վրա է։ Բանկը արել է ինչ որ պետք է, զգուշացրել է, նախորոք ինձ բացատրել է, բայց ես մի րոպեալ չեմ ծախսել, որ կարդամ ու հասկանամ ու մի քիչ ավելի այսպես տեղեկացված լինեմ։ Ես կարծում եմ վերջին օգտագործողը կամ ամենավերջին այս շղթայի մեջ ամենավերջին անձը, որ ինքը պետք է վերջավորության օգտատերը լինի այս ամեն ինչին, ինքը պետք է ամենավերջին այսպես թե կոճակ սեղմող ինքը լինի այն պատասխանատուն, որ պետք է որոշի։ Երբ ինքը ստանում է ինչ-որ էլեկտրոնային նամակ, ինքը պետք է ամենաառաջը ստուգե ումից է եկել։ Վերևը, որ կարող է իր ամենամոտիկ հարազատի անունն է գրված, ինքը պետք է բացի տեսնի էլեկտրոնային նամակի հասցեն։ Մեջը կարող է ինչ-որ մի տար փոխված լինի, մի տար ավել լինի, որտեղ այնտեղ էլ կարող է խարտախ ինչ-որ մի բան լինի։ Դա էլ պետք է ստուգե, բայց դա էլ կապված է գիտակցության, ինքը պետք է փորձը ունենա, այդ գիտակցությունը ունենա, որ դա ստուգե ու դա պետք է ինքը ինչ որ իրեն մեկը սովորացրած լինի, կամ ինքը պետք է կարդա այն նամակները, որ իրեն ուղարկվում է օրինակի համար բանկից, որը սովորացնում է իրեն, այս ուսուցման դասընթացին ինքը պետք է հետևողական լինի, կամ ընկերությունում, օրինակ, եթե ինչ որ ինքը աշխատում է ընկերությունում ու իրեն մեկը սովորացնում է, ինքը որ դու վերադառնում է, ինքը ընտանիքի անդամներին պետք է սովորացնի, պետք է փոխանցի, որովհետև դա փորձ է։ Ու այդ փորձը ինքը պետք է փոխանցի ընտանիքի անդամներին, որ ընտանիքի անդամներն ալ սովորեն։ Կամ եթե կարճ հաղորդակցություն է գալիս ու մեջը կա ինչ-որ հղում, պետք է սովորացնեմ մի սեղմեք այդ հղման վրա։ Եթե ձեր կոնտակտներից չէ կարճ հաղորդակցություն ուղարկողը, զգուշեք, մի սեղմեք, մի բացեք, մի պատասխանեք, անծանոթ ծրագրեր մի ներբեռնեք, մի մուտք տվեք այդ ծրագրերին, ձեր կոնտակտներին, ձեր նկարներին եւ այլն։ Աշխարհը մեծ է, հնարավորությունները մեծ է եւ ինչքան տեխնոլոգիան զարգանում է, ինչքան այնպիսի անծանոթ ծրագրերը շատանում են ու այդ ծրագրերը ունեն իրենց մեջ ենթա ծրագրեր, որ իրենք աշխատում են այդ տվյալների մշակման վրա, որ մուտք ունենան այդ հատկապես հեռախոսների մեջ տվյալները մշակելու եւ քաշելու ինչ որ պետք է իրենց տվյալները։ Իսկ զգուշացնող նամակներ ուղարկելուց բացի եւ աշխատակիցներին եւ օգտատերերին կրթելուց բացի ընկերությունները եւ կազմակերպությունները ուրիշ ինչ քայլեր կարող են ձեռնարկել։ Ընկերությունները կիրառում են համապատասխան
կոչվում է դեղատվական անվտանգության համակարգերի կառավարման սիստեմ կա, որը մեջը բարունակում է տարբեր համակարգեր, տարբեր ծրագրեր, որը ներդրում են ընկերությունները, որը ինքը աշխատում է սկանավորելով, հետևելով այս ամեն ինչին, անունները շատ են, հիմա չեմ տվարկելու, իրենք աշխատում են շուրջօրյա այս համակարգերը, ֆիլտրում են, բռնացնում են, այսպես ասած, դեպքերը աշխատողներին ուղղորդում են, ալարմներ են տալիս, վիրուսներ են բռնացնում, բայց երբեմն լինում է, որ նորություններ լինում, անցնում են ինչ-որ որոշ այսպես պաշտպանողական շերտեր լինում են, բայց դա չի նշանակում, որ աշխատողը պետք է հանգիստ լինի, ինքը չպիտի հետևի, որովհետև այնտեղ սահմանվում են կանոններ, օրենքներ, աշխատողը բարդավոր է ու բարդատիր պետք է հետևի այդ օրենքներին ու այդ կանոններին, որ ավելի պաշտպանված ինքը լինի եւ միջավայրը լինի, աշխատանքային միջավայրը։ Թարմացումներ միշտ տեղի ունենում է ծրագրերի վրա եւ աշխատանքի միջավայրում այդ կանոնների եւ օրենքների վրա ալտարմացումներ պետք է լինի, որովհետեւ ինքը միշտ տեխնոլոգիան արտիականացվում է եւ ծրագրերի վրա արտիականացում գալիս է եւ հակերներն նորարարվում են, այսպես ասած, եւ միջոցներն ավելի թարմացվում են եւ հետեւաբար եւ որ նոր ծրագրի ինչ որ թարմացում է գալիս, հակերներն իրենց մոտ թարմացում են ունենում եւ կարողանում է իրենց գործիքակազմը ավելի այսպես զարգանա եւ կարողանում են ինչ որ ճեղք գտնեն ու դրա միջոցով կարողանան ինչ որ ներխուժեն։ Ձեր կարծիքով ինչ քայլեր կարող ենք Հայաստանում ձեռնարկել իրոք այս գիտելիքների տարածելու համար, այ եթե ձեր ձեռքում լիներ, ինչ կանեիք։ Ես գասեի մասնավոր հատվածը մի քիչ ավելի ակտիվ պետք է լինի պետության հետ, պետությունն մի քիչ ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածի հետ, այստեղ համագործակցությունը ավելի աշխուժ պետք է լինի, որովհետև երկուսի շահից է բխում, որ իրարու հետ ավելի աշխուժ աշխատել, որ հասարակությունն տեսնի ու հասկանա, որ երկուսը որ միասին աշխատում են, ուրեմն սա լուրջ է, ուրեմն սա կարևոր է, միան կենտրոն հիմնելով չի, միան ինչ որ մի կազմակերպություն հիմնելով չի, որ հարցը լուծում է, այլ փող շատ սերտ փող համագործակցությամբ ու միասին հասարակության իրազեկելով, ծրագրեր իրականացնելով միասին, լայնամասշտաբ, այսպես ասած, Հայաստանով մեկ բոլոր ուղղություններով, որ սովորական քաղաքացին հասկանա ինչքան կարևոր է։ Օրինակ այսօր ինչպես համատարած արդեն քաղաքացին գիտե, որ պետք է հայտարարակում անի, չէ՞, բոլորս գիտենք, որ պետք է հայտարարակում անենք։ Նույնն այս թեման շատ կարևոր է, ոչ պակաս կարևոր է հայտարարակում անելուց։ Պետք է գիտակցենք, որ կիբերանվտանգությունը շատ վտանգավոր թեմա է, ու պետք է մենք բավական ինֆորմացված լինենք ու զինվենք։ Դրա համար ինչ որ այսպես մասշտաբային, ինչ որ շարժում պետք է դեր ունենա, որ սովորական քաղաքացիից մինչև վերջին աշխատողը լինի մասնավոր հատվածում, լինի պետական հատվածում, պետք է այս գիտելիքով զինված լինի, որ մենք պատրաստ լինենք ու ուժեղ լինենք, որ դիմադրենք կամ դիմակայենք այսպիսի վտանգի դեմ։ Շնորհակալություն։